Սիրելի երևանցիներ, կրկին գտնվում ենք Իսահակյան 42 հասցեում։ Մեր քաղաքացին հրավիրել է այստեղ ասուլիս տալու սեփականատերը երկրորդ հարկի, առաջին հարկը պատկանում է Պեկ, ըստ քաղաքացու Պեկ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահի հորը։ Այս պահին մոտենանք քաղաքացուն եւ լսենք։ Բարև ձեզ։ Մեկնաբանություն կտակ։ Նախ կներկայանաք, բայց Շուգյան Հարությունյան Փաթուլյան, ազգության փայ, քաղաքացի, այստեղ սեփականատեր, վերևում բնակիչ։ Խնդիրը կներկայացնեք Տիգրան ջան, ինչ է կատարում այս պահին։ Գույքս վնասում են։ Գույքս արելով միտումնավոր վնասում են։ Հասցրել են անբավարար երրորդ աստիճանի կատեգորիայի։ Ով է քանդողը։ Քանդողը օֆիցիալ Պեկ փոխնախագահ Ռաֆայել Գևորգյանի հայր Համլետ Գևորգյանն է, ում անունով տրամադրվել է շինքի տվությունը։ Քանի տարի է այստեղ կապվում, ինչպես ստացել, որ շինքի տվություն տվեցին առաջին հարկում շենք։ Գրեթե ամբողջ կյանքս ստեղ եմ ապրել, շատ զարմացանք շինքի տվության մասին, որ վարչական վարույթի կողմից չենք եղել, վարչական վարույթի մասին տեղեկացված չենք եղել, մեր համաձայնությունները տրամադրված չեն եղել, ավելին սեփականատերի ցուցակը, որի հիմքով կազմակերպվել է քվեարկությունը, հարերույթ կեղծված է եղել, ներառելով նույնիսկ մեր ավտոտնակը բազմաբնակարան շենքի սեփականատերերի ցուցակում։ Իսկ քաղաքապետարանը ավտոտնակն ու առանձին հողակտորը դիտարկել է որպես բազմաբնակարան շենքի մաս։ Քանի բնակիչ է շենքն ապրում։ Այս շենքը ունի 5 հասցե, որոնցից 3-ը պատկանում են ընտանիքին, 2-ը պատկանում են Պեկ փոխնախագահի ընտանիքին։ Միշտ իրար հարևանությամբ եք ապրել, թե վերջին տարիներին։ Չէ, իրանք են շատ տասնյակ տարիներ այստեղ են ապրում։ Ինչպես ստացվեց, որ այդ կոնֆլիկտն առաջացավ։ Կոնֆլիկտն առաջացավ նրանից, որ մեզ կողքի հատվածում կատարվում էր շինարարություն։ Եվ այդ շինարարության ժամանակ մենք էլ էինք ցանկանում, այսինքն նմանատիպ կառուցել շենքը, ինչպես եւ պարոն Պեկ փոխնախագահը։ Այդ ժամանակ առաջարկ էր եղել փոխանակվել համաձայնություններով միասին վերակառուցել շենքը ու նաեւ բաժանել այս հողը, որտեղ որ մենք հիմա գտնվում ենք, երկու հավասար մասերի յուրաքանչյուրի պատկանով։ Սակայն վերջինս հայտարարեց, որ եթե դուք ուզում եք ինչ-որ բան կառուցել, պիտի ձեզ պատկանող այս ամբողջ հողը տաք մեզ։ Ուղղակի տաք մեզ։ Իմ համար դա անընդունելի է, որովհետև գիտակցում էի, որ քանդվել է իմ շենքի հիմքը, եւ եթե մենք երկուսս հավասար քաղաքացիներ, եթե հավասար ես երկրում, ունենք միմյանց կարիքը, համաձայնության կարիքը, պիտի գանք համաձայնության ու անընդունելի է դրա դիմաց նաև տալ ինձ պատկանող գույքը, որի համար ես մերժեցի։ Իսկ մերժելուց հետո հիմա պարզվում է, որ այս երկրում մենք հավասար չենք։ Սպառնալիքները ինչ է ասում դրանից։ Այո, դրանից հետո հնչեցվեցին սպառնալիքներ, որ սյուները կկտրեն, դրանից հետո հայց ներկայացվեց դատարան սյուները եւ իմ տունը քանդելու, այդ հայցը պարտվեցին վարչական դատարանում, որից հետո պարտվեցին վերաքննիչ վարչական դատարանում։ Առ այսօր վերաքննիչ վարչական դատարանի որոշումը չեն ստացել, բայց շենքը շարունակում են վնասել։ Ինչ նպատակով, որ քանդման դեպքում ասեն, որ մենք վիճարկում էինք այդ սյուները։ Դուք որ մարմիններին եք դիմել այս հարցով, դա Ես բոլոր պետական մարմիններին դիմել եմ վերջին 1.5-2 տարվա ընթացքում եւ քաղաքաշինության կոմիտեին եւ քաղաքաշինության տեխնիկական հրդեհային անվտանգության տեսչական մարմին, Երևանի քաղաքապետարին, Կենտրոն քաղաքապետարանին, հակակոռուպցիոն կոմիտեին, ազգային անվտանգության ծառայությանը, վերահսկողական ծառայությանը, դատախազությանը, քննչական կոմիտեին, ՆԳՆ ոստիկանությանը, բոլոր պետական վարչապետին դիմել եք։ Վարչապետին։ Այո, դիմել եմ։ Արձագանք ստացել եք որևէ կառույցից։ Ստացել եմ, արձագանքը շենքից երրորդ աստիճանի վթարն է։
Հասկանալի է։ Հիմա դուք այս բան երկրորդ հարկում ապրում եք, այսինքն Այո, այս պայմաններում։ այս բանը ասում երրորդ հարկում ապրում է իմ դյուրեն իմ ընկերը խոսեն, որ դիվանագիտական անձնագրով Հայաստանում է այս կառավարությանը օգնելու, շենքում փաստացի երկու իսպանացիներ են, որոնց կյանքը ու առողջությունը միջազգայինորեն պաշտպանված կյանքի ու առողջության իրավունքը ուղղակի այս երկրի կողմից կոպտակույն ձևով ոտնահարվում է, չհաշված իհարկե իմ սեփականության իրավունքի հաղթմանը, բայց արդեն գիտեք, երբ որ սեփականության իրավունքը ամբողջությամբ տրորում են, մտածում ես կյանքիդ մասին։ Դուք պետք է փոխնախագահի հետ առերես զրույցներ ունեցել եք։ Ինչպես է նա բարձաբանում իր քայլերը։ Ես կարծում եմ, որ ատելություն կա այստեղ։ Ես կարծում եմ, ինչպես պիտի բարձրաբանի, այդ հարցը երևի իրան ուղղեք։ Ես չեմ կարող իր փոխարեն պատասխանել։ Լավ կլինի, որ դուք իրան այդ հարցը ուղղեք։ Ամենայն դեպս պետք է փոխնախարարը 2-3 օր առաջ եւս նույն չգործող ոստիկանության եւ նույն չգործող քաղաքապետարանի աշխատակիցների հետ Լիմոնե սրճարանում նստած էր իմ տան ճարքերն ու սեյսմիկ եզրակացությունը ծանոթանալուց հետո, որոնք որ չկասեցրեցին ու փախան տարածքից։ Ասպայն նստած շինարարություն է իրականացնում, ինչքան ժամանակ է շինարարությունը։ Շինարարությունը երկար ժամանակ է բերում, այս պահին իրականում դադարեցրել են աշխատանքները, քանի որ այդ օրերին ամեն ինչ արեցի, որպեսզի թույլ չտամ ոտնահարվի դատական ակտը եւ անտեստի սեյսմիկ փորձաքննության արդյունքը, դժվարությամբ կապվեցի դահագծառայության հետ, որոնք նույնպես չէին պատասխանում, ստացվեց վերջում դադարեցնել, բայց այսօր դատական նիստ է կայանալու քաղաքացիական դատարանում Արաբկիրի պատասխան դատարան Արտուշ Ավակյանի մոտ, որտեղ որ կարծում եմ ներկայացվելու է տվյալ հայցի ապահովումը վերացնելու միջնորդություն պարոն Գևորգյանենց կողմից։ Ես շատ անհանգստացած եմ, որովհետև հիմիկվա սրա վերացումը կարա բերի արդեն մահվան։ Քանի տարի ինչ խնդիր հաղթել։ Խնդիրը մեզ համար հասկանալի դարձավ խնդիրը վերջերս, վերջին 4 տարում, բայց պարզվում է, որ դրանից առաջ էլ մեր շենքի տակի ընդհանուր բաժնային հող գծված է պարոն Գևորգյանենց պատկանող սեփական այգու։ Պարոն Գևորգյանենց պատկանող սեփական այգու քաղաքապետարանում նրանք տարիներով ուզում էին մի քաղաք, ընդհանուր հողի համար է, որը որ բացակայում էր մեր թվերին, ինչ իրեր էին գործում ստեղծել, չգիտեմ։ Դատական ակտը դատական որոշումից հետո շինարարությունը այստեղ կատարվել է։ Որոշումը ձեռքից, այստեղ որոշումը ոստիկանության ներկայությամբ, քաղաքապետարանի աշխատողի ներկայությամբ, այսպես կատարվում են քանքան աշխատանքներ։ Այսինքն որոշումը ինչ որ պահի չի կատարվել։ Այո, Արձանագրենք, հա։ Ինչ որ բան չէ բավականին։ Ինչ որ օրեր կատարվել է, այսինքն որոշումից հետո դա խախտում է։ Ոչ թե որոշումը չէ կարծում, այլ վերջիններից կողմից քանդվում էին հենց այստեղ տեսնում եք այդ երկաթ բետոնյա հատվածի վրա եւ քարերի արանքը։ Այսպիսի տպավորություններ, որ թույլատվում է շենքը։ Միտումնալով։ Ես կարծում եմ, որ առերևույթ միտում առկա է։ Փորձում են ձեզ ճնշել, կարծում եք, որ դուք դուրս գաք երկրորդ հարկից կամ։ Այո, կարծում եմ, այո, փորձում են ճնշել առերևույթ, փորձում են ճնշել հասնելու համար գույքից վաճառքի ոչ շքայական արժեքի շատ ավելի ցածր։ Ստիպողաբար թե Դե եթե սա ինչ ա գործում։ Չէ, ջան ջիգար։ Դուք պայքարելու եք մինչև ձեր իրավունքները Ինչ եք պատրաստվում անել դատական որոշումը, եթե իօքուտ պետք փոխնախագահի, այսինքն իրենց գործընկերների լինի։ Եկեք չբացահայտեն հնարավոր ֆայլերը, բայց բոլոր դեպքերում պաշտպանելու եմ իրավունքներս։ Խորհուրդ եմ տալիս բոլորին կոչ եմ անում պաշտպանել ձեր իրավունքները, թույլ չտալ դրանց ոտնահարումը։ Եվ հասկանամ, ինչ ա լինում այս երկրի հետ, ինչ ա լինում այս քաղաքի հետ, այս երկրի սահմանների հետ։ Տիգրան ջան կարող են բնակարան տեղել ճաքերը, ասենք ճաքեր կար կառավարությունից ավարտավոր չի կառավարների ճաքերը։ Հիմա արդեն պիտի շտապենք դատարան։ Ճաքերը ես նկարել եմ եւ տեղադրել եմ համացանցում, սիրելի քաղաքացիներ, ժամը դատական նիստի 15-15 Արաբկիրի քաղաքացիական ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում կանալու են նիստը։
Մենք որպես Մայր Հայաստան ավականու անդամներ պատրաստ ենք կանգնել ցանկացած քաղաքացու կողքին, իր շահերը պաշտպանելու եւ ճիշտ գնահատական տալու։ Մենք ձեր կողքին։ Այո։ Շնորհակալություն ձեզ, որ պայքարում եք։ Հաջողություն, սիրելի քաղաքացիներ, տեսեք ինչ վիճակի են հասցրել։ Հիմնական պատերը փլուզել են, այստեղ քաղաքացու պետնախագահի, փոխնախագահի ներողություն եմ խնդրում, փոխնախագահի հորն է պատկանում այս տարածքը, ներքևի հատվածի, որը վնասել է հիմնական պատերը, տեսեք այնտեղ սա քանդված է եւ վերևի հարկում ճաքեր է առաջացրել, մյուս սեփականության իրավունքն է խախտել, իր սեփականության իրավունքով պատկանող այս տարածքը խախտել է մյուս սեփականատիրոջ իրավունքները, սեփականության իրավունքները Հայաստանի Հանրապետությունում արդեն որերորդ դեպք է խախտվում է սեփականության իրավունքը, այս դեպքով արձանագրենք, որ նաև բարձր պաշտոնատար անձանց կողմից է խախտվում քաղաքացիների իրավունքները եւ ըստ քաղաքացու դատական որոշումը, որ պետք է կասեցվեր շինարարությունը, որոշակի ժամանակ անց չէր կասեցվել, դրանից հետո նոր կասեցվել է, այսինքն պետական բարձր պաշտոնատար անձանց կողմից չի կատարվել որոշակի ժամանակահատվածում դատարանի որոշում, այսինքն մի պետական կառույցը մյուս պետական կառույցին որոշմանը խոչընդոտել է։ Դա վեղեք այսքանը դատական նիստից տեղեկացումները կտանք։